Հայաստանի սրտաբանների ասոցիացիան անցկացրեց թվով 15-րդ ազգային վեհաժողովը։ Մենք այս տարիներին իրար հետ շատ սերտ ենք աշխատել։ Դա վերաբերել է թե գործելակարգերի մշակմանը, ուղեցույցերի եւ ընդհանուր առմամբ դեր ասոցիացիաների ինձ համար անգնահատելի է։ Ցանկանում եմ ու մաղթում եմ ձեզ բարեբեր աշխատանք եւ ել ավելի մեծ ձեռքբերումներ միջազգային ասպարեզում։ Այս տարի Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի համար հոբելյանական տարի է։ Ասոցիացիան նշում է իր կազմավորման 30 տարին եւ 15-րդ անգամ անցկացնում ազգային վեհաժողովը։ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախագահ Համլետ Հայրապետյանի խոսքով 2 տարին մեկ անցկացվող այս վեհաժողովը լուրջ գիտակրթական հարթակ է, հատկապես երիտասարդ մասնագետների համար։ Այսպիսի մասնագետների հետ շփվել, այսպիսի բարձր մակարդակով, բարձր կարգի դասախոսություններ, զեկուցումներ լսելը շատ դժվար է, հատկապես եվրոպական մեծ այսպես գիտաժողովների ժամանակ, եւ մենք այդ մարդկանց, մենք այդ հնարավորությունը բերել ենք Հայաստան։ Վեհաժողովին հեռավար զեկույց է ներկայացնում Սրտաբանության Եվրոպական ընկերության նախագահ պրոֆեսոր Սեսիլիա Լինդեն։ Patients are indicated for CRT with or without an ICD. Ներկա է Սրտաբանության Եվրոպական ընկերության 2028-2030 թվականների ընտրված նախագահ Ֆիլիպո Կրեան։ Նա երկրորդ անգամ է Հայաստանում։ The first time I came, I enjoyed your hospitality. It's a beautiful country, beautiful city. Armenian cardiology is very active. The contribution of Armenia to the European Society of Cardiology is really remarkable. And this second time, I confirm my positive impression I had the first time. So it's a great pleasure to collaborate with our Armenian colleagues in the interest of our patients. Cardiology in Armenia follows the highest European standards, so both diagnostic approaches and treatments are state-of-the-art. So I have the feeling that Armenian patients are lucky because they receive very good cardiological assistance. Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի նախկին նախագահ Համայակ Սիսակյանն այս տարիների ձեռքբերումները հսկայական է համարում։ Իրականացված կրթական ծրագրերը շատ բավականին ծավալուն են եղել, ներդրվել են Եվրոպայի սրտաբանների միության եւ այլ միջազգային ասոցիացիաների ուղեցույցերը, ռեկոմենդացիաները բուժման, որը ավելի այսպես ուղղորդված է դարձնում հիվանդների բուժումը ըստ պրոտոկոլային բժշկության, այլ ոչ թե այսպես սպոնտան եւ տարերային կերպով բուժումը բացառում է այդպիսի բուժումը եւ ապացուցողական բժշկության ներդրումը շատ կարևոր է եւ դրա հիմնականում իրականացվել է ասոցիացիաների միջոցով սրտաբանների նոր մեթոդների ներդրումը նույնպես դրանք բոլորը իհարկե սրտաբանության ասոցիացիայի դերն է։ Հայկական սրտաբանությունը շատ լավ մակարդակի վրա է։ Ես աշխատում եմ 2 հիվանդանոցում, Նաիրի կենտրոնում եւ Էրեբունի հիվանդանոցում, ու ես կարամ ասեմ, որ մենք շատ անգամ շփվում ենք արտասահմանցի, գնում ենք կոնգրեսներին Եվրոպա կամ այլ երկրները, ու մենք տեսնում ենք, որ մենք կանոնացենք շատ լավ մակարդակի վրա, շատ մեր մակարդակը սրտաբանության շատ ընդունելի է։ Միքայել Ադամյանը նկատում է, որ վերջին տարիներին Հայաստան են ժամանում հատկապես բարձր դասի ոլորտային մասնագետներ։ Վերջի ժամանակահատվածում հենց ուղեցույցների օրինակ քննարկումներ, ուղեցույցների մտցնելն էր պրակտիկ աշխատանքի մեջ եւ նախարարությունը, պետությունը առանց այդ ուղեցույցերի չէր կարող աշխատել։ Մասնագիտական ասոցիացիաների դերն էլ կարևորում է ոչ միայն փորձի փոխանակման, այլ մասնագիտական խնդիրների քննարկման, վերհանման եւ բարձր ատյաններ տեղ հասցնելու տեսանկյունից։
շատ բարձր է նաև ասոցիացիաների դերը երիտասարդ բժիշկների զարգացման հարցում։ Օրինակ մեր սրտաբանության ասոցիացիան երիտասարդ բժիշկներին ամեն տարի ուղեգրում է արտասահմանյան կոնգրեսներին, ինչպես նաև դասընթացներին է այստեղ մասնակցություն ներկայացնում։ Շատ զեկույցներ հետո տպագրվում են ամսագրերում, հիմնականում արտասահմանյան ամսագրերում, զեկուցվում են օրինակ Եվրոպական սրտաբանական ասոցիացիայի կոնգրեսներին կամ տարբեր արդեն նեղ մասնագիտական ասոցիացիաներին։ Հայաստանի սրտաբանների ասոցիացիան այս տարի սահմանել է ոսկե մեդալ մրցանակ սրտաբանության ոլորտում առանձնահատուկ ծառայություններ մատուցած արտասահմանցի մասնագետների համար, որոնք մեծ ներդրում են ունեցել Հայաստանի սրտաբանության եւ սրտաբանների հայկական ասոցիացիայի զարգացման գործում։ Համլետ Հայրապետյանը խորին ակնածանքով ու երախտագիտությամբ է ներկայացնում այս տարվա դափնեկիրներին։ Պրոֆեսոր Ալեք Վահանյանն է Ֆրանսիայից մեծ մարդ, մեծ գիտնական, մեծ բժիշկ, որին գիտի ամբողջ աշխարհը, եւ որը վերջին 5 տարիներին իր ժամանակի մի մասը նվիրել է Հայաստանին եւ հայ գործընկերներին, եւ որի հետ ես սկսել եմ մեծ պրոյեկտներ։ Եվ այդ բոլորը նա անում է անշահախնդիր ձևով։ Եվ երկրորդ դափնեկիրը դա մեր հայրենակից բարեկամ Բագրատ Ալեքյանն է Մոսկվայից, ով հանդիսանում է Ռուսաստանի էնդովասկուլյար մասնագետների հիմնադիրը եւ պրեզիդենտը երկար տարիներ։ Նա եւս մեծ մասնակցություն է ունեցել հայաստանյան կյանքին, հայաստանյան սրտաբանության կյանքին, հայաստանյան պրոյեկտների, միասին պետական ծրագրեր են գրել, միասին ողջավորվել ենք, միասին անց են կացրել խոշոր միջոցառումներ, օրինակ անցած տարի հիմնադրեցինք ինվազիվ սրտաբանների Երևանյան կուրսը։ Ալեք Վահանյանն անկեղծանում է, որ անսպասելի էր այս մրցանակը, անչափ հուզված է, ասում է, պատիվ է արժանանալ Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի կողմից նման ուշադրության։ And I just discussed with Hamlet, like Churchill, we should say it's just the beginning. Just the beginning. I hope will continue for very long as possible with the young cardiologists from Armenia, the young cardiologists from France, and we have here coming the past president of the French Society of Cardiology, and we plan several initiatives together, and I think that we are very happy to be here with you, and especially me because of my roots. Ալեք Վահանյանի խոսքով հայ սրտաբանները շատ ակտիվ են բաց համագործակցության եւ նորությունները յուրացնելու հարցում։ But the level of the young people we have exchanged with during the webinars is extremely good. They are very, willing to improve and participating, eager to participate. Իր գործունեության ընթացքում բազմաթիվ պետական պարգևների արժանացած Բագրատ Ալեքյանն ասում է, որ Հայաստանի հետ կապված բոլոր մրցանակներն իր համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Увидели бы мои родители сегодня, что их сын награждается в Армении наградами. Это вот для меня очень важно, и поэтому огромное спасибо ассоциации. Բագրատ Ալեքյանը Մոսկվա տեղափոխվել է բուհն ավարտելուց հետո 1975 թվականին, բայց այս տարիներին սերտ համագործակցել է Հայաստանի սրտաբանների հետ։ Նա նկատում է, որ հատկապես վերջին 15 տարիներին Հայաստանում սրտաբանությունն արմատապես փոխվել է դեպի լավը։ Ավելի ճիշտ են հասկանում խնդրեմը։ Գիտեք, արդեն միասին որպես թիմ են աշխատում։ Այդ շատ կարևոր է, որտեղ այսօր միայն թիմով կարելի է հասնել որևէ մի արդյունքի։ Եվ դա այսօր Հայաստանում հաջողվում է։ Եվ այսօր, եթե մենք խոսում ենք ինտերվենցիոն կարդիոլոգիայի մասին, ես պետք է ասեմ, որ Հայաստանը այսօր, եթե վերցնենք եվրոպական երկրներում, գրավում է երկրորդ թե երրորդ տեղը, որովհետև մենակ սրտի ստենտավորման մասով։ Համլետ Հայրապետյանի խոսքով վեհաժողովներին նախանշվում են նաև հետագա տարիների անելիքները։ Արդեն ունեն պայմանավորվածություն Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի հետ 2027 թվականին համատեղ նիստ անցկացնելու, որն ըստ Հայրապետյանի մեծ իրադարձություն է լինելու գիտական ու բժշկական կյանքում։ Մյուսը European Heart Journal եւ Հայաստանի ասոցիացիա համատեղ սեսիա։
Հայաստան-Ֆրանսիա համատեղ նախորդ սեսիան անցկացվել է 2024 թվականին Ֆրանսիայում, իսկ այս անգամ այն լինելու է Երևանում։ Երախտագիտության պատվոգրեր ստացան բազմաթիվ բժիշկներ, սրտաբանության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի, շարունակական աջակցության եւ նվիրվածության համար։